Ուղիղ փողոցներ, կոկիկ, երբեմն նաև ոչ այնքան, բայց գիշերով նոր Սեյսուլանում տհաճ անակնկալների լուսավորության բացակայության պատճառով չես հանդիպի։ Գեղեցիկ է Սեյսուլանը նամանավանդ գիշերով։ Դուք պատկերացրեք մտնեք գյուղը գիշերը կզարմանաք որ սա գյուղ է։ Նոր Սեյսուլանը 1994 թվականի հոկտեմբերին է հիմնադրվել։ Հին Սեյսուլանից այստեղ մի քանի ընտանիք է բնակվում։ Հիմնականում Արցախի բռնազավթված տարբեր բնակավայրերից են եկել։ Սկզբում 4-5 ընտանիք են այստեղ հաստատվել, այսօր նրանց թիվը 40-անց է։ Երիտասարդ ընտանիքներից մեկն էլ Ստեփանակերտից է տեղափոխվել, թողնելով մայրաքաղաքը Արթուր Մինասյանը որոշել է լծվել Նոր Սեյսուլանի նոր սերնդի կրթության գործին։ Բոլոր աշակերտները նախ հրաշալի տերապետում են մայրենի լեզվին, հաղորդակցում են թե դպրոցում, թե տանը գրական հայերենով, իսկ եկեք չմոռանանք, որ մեր պահանջատիրության հենց սկզբում դրված էր մայրենի լեզվի անաղարտ պահելու գաղափարը։ Եվ հետո հաղորդակից են մեր պատմությանը հայրենասիրական ոգին բարձր աշակերտների։ Այսօրվա ցանցերմերը հրաշալի պտուղներ պետք է տան, այդ համոզմամբ գյուղի կրթօջախում փորձում են ներարկել ազգային ինքնագիտակցության գաղափարը եւ աշակերտների բարոյական նկարագիրը անաղարտ կերտել։ Գուցեև դպրոցից է մեկնարկում Նոր Սեյսուլանի ձեռքբերումների շարքը։ Գյուղի բնակելի տները կառուցվել են հիմնականում կառավարության օժանդակությամբ։ Ապրելու, արարելու բավարար եւ անհրաժեշտ պայմանները կան։ Խմելու ջուրը շուրջօրյա կա, ռոկման ջուրը կա, ճանապարհներն բարվոք վիճակում։ Հողագործության եւ մասնավորապես այգեգործության բնագավառում ունեցած փորձը ցանկալի արդյունքներ է ապահովում։ Անցած տարի ստացվեց առատ բերք, մոտորապես 35-ից 40 տոննա խաղողի բերք ստացանք, դա քիչ ցուցանիշ չի։ Այսօր համարյա թե բոլոր ընտանիքում կա, ասենք, արաղ գինի կա։ Ինչ որ մի բան էլ էտալի իրանք ավելսուկը վաճառելով իրանց հոգսերն կարողանում օգան։ Անասնապահությունն էլ շահեկան դիրքում է, տարեստարի անասնագլխականակի աճ են ունենում։ 168 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 270-ից ավել մանր եղջերավոր անասուն, 50-ից ավել խոզեր, ճիշտ է, մինչև հիմա աֆրիկյան ժանդախտը չկա, խոզերը պահամանների փակ վիճակում, կառավարության որոշումը բոլորն էլ լավ հասկանում են, բնակչության մեծ մասը ապահովված է։ Կարիքա որ ընտանիք կարելի ասած ուրեմն չկա, հողը կա, ջուրը կա, մնում է միայն խելոք աշխատել, հողը մշակել եւ ապրել։ Պետության աջակցությունը անհրաժեշտություն, աշխատասիրությունը պարտադիր պայման է։ Սա է Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլանի զարգացման թերևս հիմնական ձևակերպումը։ Սամվել Բալայան, Հովիկ Առաքելյան, օր։